Հեյ ագահ մարդ, հեյ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տարել նրան կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, խաղաղ անցիր, ուրախ անցիր, երկու օրվան էս ճամփեդ։ Բարի երեկո, սիրելի բարեկամներ, այնքան անսովոր է, որ այս ժամին ես վլոգ եմ սկսում, ժամը 8-ն է, դրսում լավ ցուրտ է, վեց աստիճան, անձրև է գալիս, Աշոտ եղանակը նայեց, ասում է մինուս է իջնելու, մինուս 1 է իջնելու, եթե անձրևը շարունակվի, այսինքն ցան կվերածվի։ Ասեց նես տաք բան եմ ուզում խմեմ, ասի ինչ կուզես, թեյ տամ, ասեց չէ, ջրիկ սուրճ, ինքը սիրում է ջրիկ սուրճ խմի։ Ասի վայ իմ ախորժակն էլ կակաո տարավ, էսա կակաո եմ պատրաստել, ես սիրում բաժակով, բայց ուրեմն սոյայի կաթով եմ պատրաստել, մեջը համ կակաո եմ լցրել, համ կարդամոն, հիլ, համ մեխակի փոշի, գործի գնալուց միշտ հետս ինչ-որ բուտերբրոդ եմ տանում ու հունական մածունով, հունական յոգուրտով, հունական մածուն եմ տանում, էլի, նախկինում մեջը հատապտուղմիր, խաղող բան այս, ինչ-որ բաներ լսում էի, բայց կացի, որ չէ, այ հենց դրանից եմ ես քաշ հավաքում, հիմա չեմ լսում, հիմա կամ կատնաշոռու մածուն եմ խառնում իրար, կամ մենակ մածուն եմ տանում, մածունը ինքը արդեն 10% յուղայնություն ունի, այն քիչ յուղայնությանն էլ հեճամով չի։ Այդպես հիմա այս վերջի աշխատանքային օրերիս աղցան տարա, այն իմ աղցանից, որ դուք տեսաք, Աշոտ այնտեղ մարզվում է, լավա թող մարզվի։ Ու բանը, հիմա որոշել եմ այս շաբաթ էլ, այս շաբաթ չէ հլը, վաղ շաբաթ է օրը, վաղն էլ հետս էլի աղցան տանեմ, այս կակաուն խմեմ ու պատրաստեմ ձեզ էլ ցույց տամ։ Քսենյան եկավ, տեսավ այդ հավի կրսկա միսը, ինքը շատ ճաշակով տղա է, ինքն էլ նա կերավ ամանը մաքրել է։ Ու գնաց, նորից պարսացա, վերև որ քնի, որ ցուրտ է լինում, ինքը քնում է։ Ես պլիտա եմ էլի միացրել, որովհետև իրոք ցուրտ է։ Զարմանալի է, այս ինչքան նույն, ոնց է տատանում եղանակը, բայց ոնց որ այս երկու օր պետք է ցուրտ լինի ու տաքանա։ Այդպես սիրել բարեկամներ, կակաոս խմեմ ու դարչին եմ գցել, դարչինը ոնց որ չասեցի, չէ, մեխակի փոշի, դարչին ու հիլ եմ լցրել ու կակաոն։ Հիմա արագ պատրաստեմ աղցանը, ուրեմն այստեղ ունեմ խաշած լոբի, պատրաստի լոբիներից, մի աման սրանից կլցնեմ, թթու վարունգ, լավ էր կար, վստահ չէի, ունենք թթու վարունգ, թե չէ։ Վինեգրետի տիպի մի բան եմ սարքում, այստեղ մի քիչ ուղղակի փոփոխություն կանեմ, ստանդարտներից մի քիչ կշեղվեմ, դանակը փոխեմ, այս դանակը մի քիչ զիգզագաձև է, նենց տաղաչ ձայն է հանում։ Այս մյուս դանակով կիսեմ, թե չէ ոնց որ մի ձևի ջանս փշաքաղվի։ Վինեգրետ։ Ձեզանից շատերը իմ նման սիրում են պոեզիա, ոնց նկատել եմ։ Կարծում եմ հավանեցիք մեր սիրելի բանաստեղծի Հովհաննես Թումանյանի տողերը։ Ինչ է պետք մարդուն, որ կյանքից գոհանա։ Եկա, եթե մարդը գոհ չեղա, ոչ մի բանից գոհ չի լինի։ Եթե քչից չգոհանա մարդը, շատից հաստատ չի գոհանա։ Միշտ կմտածի, որ քիչ է։ Մեկ մարդկանց թվում է, որ եթե այս ունենան ավելի երջանիկ կլինեն, են ունենան ավելի երջանիկ կլինեն, բայց այդպես չի, հավատացեք։ Այնպես չի էլի, որ այն մարդիկ, որ ամեն ինչ ունեն ու լիքը փող ունեն ու պալատների մեջ են ապրում, երջանիկ են, այդպես չի։
Օրինակ ես հիշում եմ, երբ որ մենք նոր էինք սեփական տուն կառուցել գյուղում ու դեռ չենք վերանորոգել, կառուցել էինք այդպես ոնց որ ներկած էր, բայց լիքը գործ կար անելու, պատեր ներկած էր, բայց անգամ դեռ հատակը նորմալ սարքած չէր, արած էր դեն ժամանակ սորական հատակ են փայտից սարքում ու լիքը գործ կար կարճ ասած անելու։ Երեխեքն էլ փոքր էին, բայց այնքան երջանիկ էինք մենք, երբ որ մենք մեր տունն ունեինք, շատ բանի կարիք ունեինք, շատ պակաս ունեինք, բայց շատ երջանիկ էինք։ Ուզում եմ ասեմ, կարևոր չի էլի, ինչ ունես, որտեղ ես ապրում, կարևորը մարդը երջանիկ լինի, ունեցածով գոհանա։ Շատ ժամանակ մարդիկ չեն էլ գիտակցում այդ ամեն ինչը, երբ որ էլ չի լինում այդ ամեն ինչը, նոր գիտակցում են, որ այն ժամանակ ավելի երջանիկ էին։ Թեթու վարունգը ավելացնեմ, թափեցի, իհարկե թափեցի, արդեն օրվա վերջնա ժողովուրդ ջան, ես էլ հոգնած եմ, ես էլ իմ աղցանն ա, ոչինչ որ սեղանին ա թափվում, մեր սեղանն ա, մեր ճաշի սեղանն ա։ Հիմա տեսեք ինչքան սպիտակուցային բան եմ մեջ է լցնելու։ Հատիկ լոբին գիտեք, սպիտակուցներ շատ ա պարունակում, ձունդե գիտեք, սպիտակուցը հենց շատ սպիտակուցներ ա պարունակում, դարապես խորհուրդ են տալիս սպիտակուցների համար, այսինքն դիետա բան անելու ժամանակ նիհարելու դիետա նկատի ունեմ, դեղնուցը չուտել, սպիտակուցը ուտել, անգամ կարելի է ասենք մի 3-4 հատ սպիտակուց ուտել։ Օրինակ ես սիրում եմ դեղնուցը, հա հասկացանք սպիտակուցի մեջ է սպիտակուցները, բայց ես դեղնուցը շատ եմ սիրում, հատկապես այն տնական ձվերի մուգ գույնի դեղնուցները, որ Քուրդիստանն էինք մնում Հայաստանում։ Ինքը միշտ ունենում էր, Իրաստանը միշտ լինում էր տնական ձու, ինքան համողին դեղնուցները մուգ դեղին։ Մյուս գալուց էլի կգամ կուտեմ կյանք։ Ես մեկա ձու շատ եմ սիրում։ Մի ընթացք կար, որ տղաս այդպես դեռահասյան տարիքում էր, ձու շատ էր սիրում, շատ էր ուտում։ Զարմանում ենք, ասում ենք, վայ, այս երեխան ինչքան ա ձու ուտում։ Հիմա իր մաման ա։ Անդադ ձու ա ուտում, բայց ես անկեղծ ասած ձու դրա համար եմ ուտում, որ գիտեմ սպիտակուցներ շատ ա պարունակում, ոչ թե ես շատ եմ սիրում։ Ձու շատ եմ խաշել, բայց այսքանը հերիք ա, 3 հատ ձու լցրեցի։ Դե տեսակ մի քանի հատ թթու վարունգ, լոբին 250 գրամ կլներ, կարող ամանը փոքր լինի, այս կարմիր պղպեղի կեսն եմ ուզում լցնեմ, չնայած փոքր ա, բայց լավ կիսեմ նայեմ, ես էլ գույնի համար եմ լցում, բայց էլի դե կարմիր պղպեղն էլ էլի անգամ սպիտակուցներ ա պարունակում։ Ես բարակ մանր որ պկրեմ, լավ կլինի։ Այդպես ժողովուրդ ջան, հետ էի ասում, որ քչիկ չկշտացողը շատից չի կշտանա։ Հələ այն հարուստներին հարցրեք իրան գոհ են, չէ, ուզում են էլի ունենան։ Թող ունենան, այ մարդ, թող այնքան ունենան, որ դրանից իրանց լավ զգան։ Բայց իրանց ունենան, էլի։ Ժողովրդինը չունենան, իրանք իրանց ունենան։ Հա, շուտ։ Ես ինչ գործի է, այս Սվետլանաս։ Աղցանա պատրաստում քո Սվետլանան, որ վաղը հետը գործի տանի, բայց կարամ քեզ էլ հյուրասիրեմ, եթե ուզեմ ասել։ Ժամին չէ, վաղը շուտ չէ։ Վաղը, այս ժամին չարժի չէ։ Ժամը 9-ից 10-ին կա պակաս ժողովուրդ ջան։ Ես կես ժամից գնալու եմ արդեն պարկեմ։ Արագ աղցանս պատրաստեմ։ Ես ձմեռը շուտ եմ պարկում։ Չէ, այն էլ լցնեմ, որտեղ փոքր ա պղպեղը, մի անգամից գույնն էլ սիրուն կլինի։ Մենակ վաղն եմ գործի դե, վաղը շաբաթա օրը, այնպես որ մի օրվա համար ա ինձ պետք, դե շատ ա, այսքան ու ես չեմ տանելու։ Ես տանելու եմ մոտավորապես 300-ից 350 գրամ,
ու մենակ եմ տանում, էլ բան չեմ տանում հետը։ Դե որ քաղցր չառնենք չեն գիտի էլի, քաղցր տանը որ լինում է աչքերից տեսնում է ուտում ենք, պետքա չառնենք։ Իդեպ ինձ հարցրել էիք նորից հարցեր եղել բանի համար, այդ Զատիկի ցորենի համար։ Նայել էիք չէիք գտել, ես չգիտեմ որ քաղաքից եք դուք, որտեղ եք ապրում։ Եթե մեզ մոտ եք ապրում, դուք ինձ գրեք, ես կգնեմ եկեք տարեք, ինձանից վերցրեք։ Ես որտեղ տեսել եմ, այստեղ կա, այստեղից եմ ես առել ու գիտեմ որ էլի կա։ Էլի կա որն է տեսել եմ էլի։ Եթե մոտ եք ապրում, ես սիրով ձեզ համար կգնեմ, եկեք տարեք։ Չգիտեմ էլ ով ա գրում։ Կպայմանավորվենք, հա ժողովուրդ ջան, Instagram-ից էջը չկա։ Իմ են հին էջին ովքեր որ հետևում են, անգամ գրվել են իրար հետ։ Բայց բանա, այն էջը չկա, նոր էջ եմ հիմա բացել, իմ նկարը դրված է, նորից գրեք Սվետլանա Հակոբյան, էջը կբերի, կտեսնեք։ Ես չեմ կարում գտնեմ։ Ես չգիտեի ես Instagram էսից է ժողովուրդ, այն ժամանակ որ Facebook ունենք, ուզում ենք մի մարդու գտնենք, անուն ազգանը գրում էինք, բերում էր։ Հիմա կարող ես չգիտեմ, ես ձևը չգիտեմ, թե ընդհանրապես Instagram-ը այդ ձևա։ Գրում եմ, ինձ պետք էր մեկին գտնել, անուն ազգանը գրում էի, չէր բերում։ Թե ինձ հանկարծ գրեք իմ Instagram-ի էջին ու ես չարձագանքեմ, իմացեք, որ այդ էջը չկա։ Ես այդ էջը էլ չունեմ։ Այ այդքան բանը դրա համար եմ ասում ժողովուրդ ջան։ Մի քիչ է սոխ եմ գցելու, ինձ թվում է շատ բարակ կտրած, ինձ թվում է այսպես ավելի համով կլինի։ Բայց դեռ այսքանով չի վերջանալու սպիտակուցները, սպասեք էլի բան եմ լսնելու, չմտածեք, թե այսքանով վերջացրինք, չէ։ Իմ սիրելի, իմ թանկագին, ինձ հարազատ դարձած մարդիկ։ Այս ոնց են կապվել իրար ժողովուրդ, դուք չեք պատկերացնի, ես որ իմ վիդեոների տակ մեկնաբանությունները գրում են, չէ։ Ես արդեն իրոք ես սենց անուններով չեմ ուզում թվարկեմ, բայց կարող եմ մի օր նստեմ այդ ովքեր որ մշտականից մեկնաբանություն են գրում, նստեմ անունները արտագրեմ իմ մոտ, թե չանգիր չեմ հիշի այդքանինը, ու մի անգամ իմ վլոգի մեջ կարդամ ձեր անունները, որ այդպես անդադ ինձ գրում եք մեկնաբանություններ, շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ, ոնց որ դուք եք ինձ այդքան ջերմ սիրուն բառեր գրում, ես էլ ձեզ շատ սիրում եմ։ Ժողովուրդ պետք է սրա մեջ նաև լսնեմ, դե իհարկե, արդեն գուշակեցիք, չէ ինչ եմ լսնելու, թունաձուկ, էլի որպես սպիտակուցներ եմ լսնում։ Հա բա նորմալ է ժողովուրդ ջան, օրինակ ես գնում եմ ֆիզիկական գործ եմ անում, չէ վերջ, ֆիզիկական է, բա ինչ է, խանութում աշխատանքը ֆիզիկական չի։ Ու եթե ես նորմալ չսնվեմ, չեմ դիմանա, էլ ջահել չենք է ժողովուրդ ջան, ջահել ենք նենց բանով, ասենք, բայց փոքր ջահել ենք, բայց ինչքան էլ չլինի, էլի մարմինը մի քիչ փոխվում է, ուժերը մի քիչ անկում են ապրում, սիրելիներս, այս էլ իմ թունաձուկը, հիմա սրան ավելացնելու եմ, այս ձեթով չի, իրա հյութի մեջ է, ջրի մեջ է կարճ ասած, այս ամանը ոնց որ փոքր է, պետքա փոխեմ, չեմ կարա սրա մեջ խառնեմ, ամանը փոխեմ, հետո նոր շարունակեմ։ Այս մեծ ամանի մեջ դատարկեմ, տեսեք ինձ սիրուն գույներ են, կարմիրը մի քիչ էլ կարար շատ լինել, բայց ոչինչ, հերիքա աղ կլցնեմ, ու սև պատվեր։ Ահագին իցրեցի, պասեր էլ ավելացնեմ, ես ավելի համով ա լինում, դե ենպես չի, որ հենց ես
տասական վինեգրետ ես սարքեցի, ուղղակի աղցան պատրաստեցի, նման էր, որը նման է վինեգրետին։ Ես մի թթվասերով խառնեմ նայեմ, պետք է լցնել, թե չէ, շատ էլ չեմ ուզում լցնեմ։ Հա, ինձ թվում է այսպես ավելի լավ կլինի, ավելի համով կլինի, թթվասերով րոպե մի կտալով խառնեմ ու ձեզ ցույց տամ։ Տեսեք, այսպես շատ ավելի լավ է։ Իմպրովիզ։ Վերցնում ենք հին ավանդական ձևը, ավելացնում ենք մերը ու դառնում է նոր ուտեստ։ Կարելի է զարդարել նրան հատիկներով ու մատուցել։ Ոստը բաց է, լավ պիտի անցնի։ Հա իջնում է արդեն։ Արևա, բայց շատ ցուրտ է, շատ սառն է։ 9.5 աստիճան է։ Սկլխարկներով, բաներով։ Այսօր ամենամեծ գործադուլն է, եկեն կողմը դատարկ է, շատ քիչ ավտոբուսներ կան, հեսա գնանք նայենք, իմ գնացքը գնալու է, համընդհանուր գործադուլ է, գնացք եկավ, բայց բեռնատարայի մեջ, նայեք հլը, կգնան ավտոբուսման, բայց քիչ, հատուկ են։ Կոպեկ եմ պատրաստել, որ չմոռանամ ասնելու ստամուրացկանին։ Ասում եմ, լավություն արեք, թող Աստված բերի ձեր դեմը, ձեր երեխեքի դեմը, ժողովուրդ ջան։ Այդպես է, ես որ այդպես եմ անում, ինչ որ անում եմ, ասում Աստված ջան, իմ երեխեքի դեմը բեր, մեր դեմը բեր, կարճ ասած։ Այ, ժողովուրդ ջան, եկեղեցու զանգերն էլ հենց հիմա տվեցին։ Այ, այստեղ 11 աստիճան է տալիս արդեն։ Դե ամենատակը լինում է ցերեկը 12-ից 3-ի սահմաններում, չէ։ Ծաղիկների մոտից անցնելուց այ տեսեք, այստեղ էլ նարսիզներ կան։ Ինձ հարցրել եք, չես կտրում դնում տունը, չէ, ափսոսվել ծաղիկները կտրեմ տուն տանեմ։ Ինչ սիրուն են սրանք։ Բա սրանք իմ ամենասիրած ծաղիկներից են։ Դաշտային ծաղիկներից, այն ինչ անուշ բույր է, այստեղ ժողովուրդ ջան, այս սրանցից մեր սարերում էր լինում։ Օ, բայց վարդը չինական, ես ինձ սիրուն են։ Ասեք գնա գործի չուշանաս։ Այ հիմա իրար հետ կգնանք նայենք։ Նստած է մուրացկանը, հա, նստած է։ Մեկ լինում է, որ նստած չի լինում էլի։ Գլխով ասում էր հա քիչ շնորհակալություն կամ էլ հայտնում, չգիտեմ։ Պետքա բարձրանայի, տեսեմ մեկին կանգնելա ուզում է բարձրանա, վախենում է։ Ոտը դնում ետ է բերում, ոտը դնում ետ է բերում։ Ձեռքս դրեցի մեջքին, ոտը նոր դրեց աստիճանի վրա, ոնց որ ես իրան գոտե պնդեցի, նա այդ շպտաց, փոքր մոքր ասիացիկին էր։ Այդ տարիքում էլի մարդիկ կան, այդ տարիքում էլ վախենում են շարժասանդուղքից, նորմալ է հիմա։ Ինչ որ է ժողովուրդ ջան։ Մարդ ենք էլի տարբեր գույների, տարբեր լեզուներով, բոլորս էլ մարդ ենք, ես ինչ փուչիկներ են այստեղ դրել։
Ժողովուրդ ջան, այդ կադրերը որ տեսակ գնացքի մեջ, այդ այնց կանգնած, խցկված, ուրեմն նախորդ գնացքը չէր գնացել, այնքան մարդ կար, որ չեն կարողանում գնացք բարձրանային, այդպես դռների վրա կախված, դռներից ներքև դուրսը լիքը կանգնած, հաջողացրի ես բարձրացա, այդպես մեկս մյուսի մեջքի տված կանգնած էինք, հաջողացրի բարձրացա, բայց ուրեմն կանգնացրին կես ժամ, այդպես մարդկանց հետ խցկված գնացքի մեջ կանգնացրի, հետո ներողություն խնդրին, ասին չի գնում գնացքը, չգիտեմ ինչ աղել, շատ գնացներ չեն գնում, հիմա գնացին այս ավտոբուս էլ չկա, որ գնամ, չեմ ուզում աշոտնել հիմա գա, որտեղ որ գա կես ժամ ավել կանցնի, ասեցի հաջորդ գնացքին սպասեմ, հիմա հաջորդը կես ժամից գալու է, բան եմ առել ուտեմ, մինչև գնացքը կգա, ուզում էի ձեզ միանամ հաջողություն ասեմ, վլոգը ավարտեմ սրանով, լավ մնացեք ժողովուրդ ջան, հաջողություն։